Կիրակի օրվա ընտրությունների քվեների հաշվարկումը դեռ շարունակվում էր, երբ Դոնբասի շրջանում անջատողական ապստամբները գրավեցին գլխավոր օդանավակայանը, կռվելով Դոնեցկի վերահսկողության համար։ Մոսկվան պաշտոնապես հաստատել է Ուկրաինայի ընտրությունները, սակայն Ուկրաինայի պաշտոնյաների համաձայն Ռուսաստանը շարունակում է ուժեր ուղարկել Ուկրաինա անջատողականների կողքին կռվելու համար։ Ուկրաինան պետք է կազմակերպի Ուկրաինայի և սահմանների պաշտպանությունը, պետք է օգտագործվեն բոլոր պետական միջոցները, հատկապես Դոնեցկի և Լուհանսկի շրջաններում, ասել է Ուկրաինայի սահմանապահ ուժերի պաշտոնյա Նիկոլայ Լիտվինը։ Ըստ տեղական մարմինների, այս շաբաթվա ծանր մարտերից հետո վիրավորված ապստամբներից ոմանք Չեչնիայի քաղաքացիներ են։ Չեչնիայի ռուսամետ ղեկավար Ռամզան Կադիրովը հերքում է, թե ինքը Մոսկվայի հրահանգով զինյալներ է ուղարկել, սակայն Վաշինգտոնում քաղաքական վերլուծաբան Փիթեր Ելցովը պնդում է, որ եթե Դոնեցկում կռվող անջատողականների թվում կան չեչեններ, ապա դա նշանակում է, որ նրանք ուղարկվել են Կադիրովի կողմից և հավատարիմ են նրան։ Ելցովի համաձայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենայն հավանականությամբ իր դաշնակից Կադիրովին է դիմել չեչեն զինյալներ Արևելյան Ուկրաինա ուղարկելու խնդրանքով։ Դա անհավատալի երկիրեսանություն է։ Մի կողմից Ռուսաստանը նեցուկ է կանգնում Ուկրաինայում անջատողականներին, մյուս կողմից արգելում է անջատողական շարժումը Ռուսաստանի ներսում, տվյալ դեպքում Չեչնիայում, ասում է Ելցովը։ Նա ավելացնում է, որ այլ փաստեր կան, որոնք վկայում են, որ չեչեն զինվորները ուղարկվել են Ռուսաստանի կողմից։ Լրատվական հաղորդագրությունները պարզում են, որ այս չեչենները պատահական մարդիկ չեն, այլ լավ մարզված զինյալներ են։ Ակնհայտ է, որ նրանք զենքերը ստացել են Ռուսաստանից, ասել է Ելցովը։ Անսովոր հանդարտություն է վերահաստատվել Դոնեցկի փողոցներում, ուր բնակիչները մի քանի գիշեր շարունակ փորձել են պատասպարվել կրակափոխանակությունից։ Ժամանակն է վերջ դնել կռիվներին, բանակցել, խաղաղությունը վերահաստատել և դադարեցնել կրակափոխանակությունը, ասել է Դոնեցկի բնակիչ Վասիլին։ Սակայն դիտորդներն ասում են, թե ապստամբները վերախմբավորվում են նախապատրաստվելով նոր կռիվների։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։